Բոլորիդ բարի երեկո, ուրախ եմ ողջունել այն մարդկանց, ովքեր մտնելու են եթերը նայեն, նաև ողջունում եմ այն մարդկանց, ովքեր YouTube-յան մեր ալիքներով, նաև մեր Armlock ալիքով նայում են տարբեր մեր եթերները, ուզում եմ ասեմ շատ ուշադիր կարդում եմ այդ կոմենտները, որը դուք թողնում եք, եւ մենք ձեզ հետ միասին շատ մեծ աշխատանք ենք անում եւ TikTok-ում, եւ Telegram-յան ալիքում, եւ Instagram-յան մեր փոքր էջում, բայց շատ կարևոր եւ նաեւ այո YouTube-յան ալիքով, երբ դուք հեռուստացույցով նայում եք այդ եթերները, այդ ձեր նամակները, որը գրում եք նաեւ Messenger-ով, Facebook-ում, շատ կարևոր է, որպեսզի հասկանանք ինչ գործողություններ եք մենք անում, որպեսզի մեր նպատակները կարանք հասցնենք, հա, եւ այսօր մեր զրույցը լինելու է շատ կարևոր Արփինե Պետրոսյանի հետ, կարևոր բոլորիս համար, քանի որ գիտեմ, որ արգին մարդիկ իրան սիրում են, հարգում են, նաեւ ես, մինչ մեր զրույցը սկսենք Արփինեի հետ, ուզում եմ նշել, որ բոլորիդ ողջունում եմ եւ ամենալավն եմ ցանկանում։ Իսկ հիմա մենք փոխեցիք կադրը, Արփինեն ա կադրում, Արփինե, բարի երեկո եւ ո՞նց է քո տրամադրությունը։ Բարի երեկո, նորմալ է տրամադրությունը, ես ֆուտբոլի սիրահար չեմ, որովհետեւ դրանից շատ վատ զգամ ինձ, չգիտեմ, միգուցե եւ կա առիթ, բայց ես լավ տրամադրություն ունեմ, ես դրական մարդ եմ, իմ սպասումները միշտ մարդկանցից ավելին է եւ իմ պետությունից եւ աշխարհից, ես ավելի շատ ռուսերեն բառասեմ պոզիտիվնի անձնավորություն եմ ու միշտ ասում եմ, որ ասեցի լավ չեմ կամ ինչ որ բան չի, ով պետք է իր լավը բերի ինձ տա։ Դրա համար միգուցե այդ մոտեցումով եմ ապրում, Աստծուն փառք, կամած ես տեսնում եմ ոնց ենք մենք ճահիճից քայլեր անում դուրս գալու համար, դրա համար ընդհանուր իմ կողքը բոլորը նայելով Ռոմա ջան, ես լավ տրամադրություն ունեմ, Աստծուն փառք, իմ հարազատները կողքիս են, իմ սիրած մարդիկ ինձ հետ են, շատերը գիտեն ես երկրորդ անգամ տատիկ եմ տարել, տղա թորնիկ ենք ունեցել, միանշանակ ես չեմ կարող այս պարագայում վատ տրամադրություն ունենալ։ Okay, եւ նաեւ նշեմ մեր հետևորդների համար, հիմա նայում եմ իմ լենտաս սաղ լցված է, սաղ գրում են ինչ-որ Մելիք Բեկյանի մասին, ֆուտբոլի մասին, մի փոքր պոզիտիվ բան ասեմ, որ մեծ մասը ովքեր գրում են ֆուտբոլի մասին ոչ մի բան չեն հասկանում ընդհանրապես ոչ թե խաղի մասին կամ ֆուտբոլի մասին, այլ այն աշխատանքի մասին, որը կա այդ ֆեդերացիայի մեջ, դա չի նշանակում, որ իրանք լավ են աշխատում կամ վատ, ուղղակի ուզում եմ ասեմ, որ ցավոք սրտի այսօր տարբեր թեմաներով նույն մարդը գրում ան այնց բաները, կապուտ է ինքը սաղ հարցերով հա տեղյակ է, այնց բան չի կարող լինի եւ մենք փաստորեն այդ պոպուլյարն թեմաների վրա հագին մարդկա ուզում են աչոկներ հավաքեն, կոմենտներ հավաքեն, լայքեր հավաքեն եւ այդ խումբ նոր չէ, հա, ու օգտագործում են լուբոյ մի հատ թեմա, որպեսզի լայքեր հավաքեն, բայց այտենց չի, որ այդ մարդիկ ֆուտբոլից բան են հասկանում։ Դե միգուցե եւ հասկանում են Ռոմչան, բայց այստեղ սենց մի հատ բան կա, այդ ֆուտբոլի խաղը, այդ պարտվելը ինքը չի սկսվում ֆեդերացիայի նախագահից, ես կարծում եմ ինքը սկսվում է տրեյներից, որը որ մշակում է տակտիկա, չէ՞ այդ խաղը վարելու։ Այսինքն դու այդտեղ պետք է նայես։ Միգուցե հա, կարող է իր մեղքը նրանում է, որ չգիտեմ, այդտեղ տրեյներին ճիշտ տրեյներ չեն ընտրել կամ ընդհանրապես տակտիկան ճիշտ չեն տանում, բայց ոնց ասեմ, այդ այնքան ուսկի ուղղվածության հարց է, որովհետեւ շատ մարդիկ պրոստը մի մարդու անուն տան ու լավ այդ ֆուտբոլիստները չեն հասկանում, այդ Մելիք Բեկյանն է թե կներեք ոնց հասկանում, չգիտեմ, ինքը իրանց օգտակար մարդ է որպես ղեկավար, թե ոչ։ Վերջապես կարելի է այդտեղից սկսել։ Ոչ թե տունը նստած ինչ որ արդյունքից։ Ու հետո սենց անեն, ասեմ Ռոմչան, մեր ազգը պարտվել չի կարողանում։ Մենք ազգովի խնդիր ունենք։ Մեզ չի կարելի ասել դու սխալ ես, մենք չենք ընդունում, որ մենք պարտավոր ենք, գիտես ոչ, նույնիսկ երբ որ պարտվում ես Ռոմչան, դու այդ պարտությունը պետք է տանես հոհեմ, զուստ, գնահատելով քո սխալը որտեղ է։ Այ բոլոր մեր հարցերում մենք այդ խնդիրն ունենք, սկսած ֆուտբոլից, վերջացրած, չգիտեմ, պատերազմի եղած գործողություններից, մենք նույնիսկ սկալուց չենք հասկանում, թե այդ սկալը ոնց պետք է սկանք, ուրախանալուց ոնց պետք է ուրախանանք։ Այ մեր ազգի ամբողջ մեր բոլորի խնդիրը դրանում է։ Մենք բոլորս դիվանագետներ ենք, մենք բոլորս բժիշկներ ենք, մենք բոլորս ճիշտ ենք, մենք երբեք չենք կարող սխալ լինել։ Մի բանն էլ որ ասում ես, ամբողջ աշխարհին կհանեն սխալ, բայց ինքը իր սխալը չի ընդունի։ Ինքը չի ասի, հələ սպասի, ես այստեղ ինչ կանով մասնակետ եմ։
Այդ մեծամտությունը, այդ ինքնավստահությունը, այդ խոհեմության բացակայությունը, այդ պատկերացումը, որ մենք միայն հաղթող ենք, մենք միայն պետք է լինենք, դե տենց չէ լի ժողովուրդ, այդպես չի, հավատացեք։ Եկեք խոսանք Գյումրիի մասին, այդ թեման շատ կարևոր է բոլորիս համար։ Մենք գիտենք, որ Գյումրիում ընտրություններ ալինելու ամսի 30-ին եւ դենց է ստացվում, որ Գյումրին որը շատ սիրուն քաղաք է եւ մեզ համար կարեւոր է, մարդիկ տարբեր ձև են հասկանում ինչ է պետք Գյումրին, որպեսզի ինքը զարգանա։ Մենք օրինակ ճիշտ ենք հասկանում դա, քանի որ պատերազմից հետո ամենամեծ ուշադրությունը ես, դու եւ ընդհանրապես մեր հետևորդները մենք փաստորեն մեր սերի մեծ մասը տվել եք Շիրակի մարզին եւ Գյումրի քաղաքին։ Մենք այս տարիներում ահագին հոլովակներ եք նկարել եւ մի մասը մեր գումարների նաեւ պրոմորոլիկների վրա ես ծախսել եմ Գյումրիի վրա, որպեսզի իրանց օգնեմ եւ շատ ուշադիր ենք մենք եղել Գյումրիի հանդեպ, այսինքն մենք ճիշտ ենք հասկացել, որ մանկապարտեզներին կարանք խաղալիք տվերենք։ Արել ենք նա ինչ կարողացրեք, այսինքն պատժերկա ենք արել։ Բայց ահագին մարդիկ կյանքում ոչ մի բանով պատժերկա չեն արել եւ սա չի նշանակում, որ մենք ուզում ենք, որ մարդիկ փող ծախսեն նվերների վրա, բայց կարային գոնե 2 օրով գնային Գյումրիում փող ծախսեն, որ մարդիկ, ովքեր ապրում են այդ քաղաքում, իրանց աջակցությունը տենան այդ բանում։ Ոչ մեկ չի ասում գնացեք նվիրեք գումարներ, բայց այն մարդիկ, ովքեր խոսում են Գյումրիի մասին, նույն այդ քյոխը, չգիտեմ, կամ էլ հասարակ մարդիկ, քանի անգամ են այս մարդիկ այնտեղ փող ծախսել ռեստորանում կամ որպեսզի Գյումրիին օգնեն։ Ինչի համար եմ ես սա պատմում, հարցը սենց է լինելու։ Բոլորը ուզում են գյումրեցիներից պատասխան ստանան, ումին են ձայն տալու, ոնց ես դու մտածում ընդհանրապես իրավունք ունեն մարդիկ կողից հրաման տան Գյումրիին կամ էլ խորհուրդներ տան, թե չէ, ինչա կատարում հիմա Գյումրիում եւ քո այսպես ասած ոնց ես դու տեսնում արդյունքում ինչ ենք մենք ստանալու ամսի 30-ին, какие у тебя сценарии, пожалуйста։ Ռոմչան, նախ մի հատ sense բուջուր отступление անեմ։ Կապ չունի այդ Գյումրին է, Դիլիջանն է, թե Երևանն է, կամ նույն Արցախն է։ Բեր հասկանանք, մենք ընդհանրապես հայերս, մենք մեր հայրենիքը ճանաչում ենք։ Ոչ։ Եթե COVID-ը չլներ, ու մենք ստիպված չլինեինք գնայինք Լոռի, գնայինք Շիրակի մարզ, գնայինք Սյունիք, նույն Սյունիք ավելի քիչ գնացին, որովհետև հասնելն ավելի դժվար էր, հետո էլ շատ կարճ ժամանակում COVID-ի տարիներին սեպտեմբերին պատերազմ եղավ ու արդեն ընդհանրապես առավնի դա հետևը, բայց ուզում եմ ասեմ մենք մեր հայերս, մենք մեր հայրենիքը ճանաչում ենք, քանի մարդ գիտես, որ ասենք այս վերջի մի տարվա ընթացքում գնացել է Տաուշի մարզ ման գալու, ու այնտեղ պրոստը զբոսնելու, հիշում ես որ մենք Բերդ գնացինք, ինչ հիասքանչեր ինքը, դեպի Շամշադին, քանի մարդ գիտես որ այդ արել է, դրսից թե ներսից, մենք այլ եմ ասում, մենք միայն թողնես լավ ճառենք, լավ խոսենք, բայց գործնականում լիքը բաներ չենք անում։ Հիմա անցնեմ Գյումրիին։ Բոլոր քաղաքները սպეციფիկ են, բոլոր մարզերը սպეციფիկ են, ամեն մեկը ունի իր ինչ որ sense առանձնահատկությունը, հա, թե մարդկանց տեսակով, թե ինքը իրանով որպես տարածաշրջան։ Գյումրին մի քիչ բարդություններ ունի, որովհետև երկրաշարժի ահավիրքից հետո Գյումրին անտեսված է եղել։ Գյումրեցին, լեննագանցին, ինք իր դարդ ու ցավով մնացել է։ Ինչ որ մի հատ sense կուչ կա եղել, ովքեր որ տարբեր պերիոդներ կերակրատաշտակ են ունեցել, դրանով օգտվել են, ինքնահաստատվել են։ Ինչ որ մի հատ ապրիլոնի մասա կա, որը ժամանակին դեպի Ռուսաստան գնաց, դեպի Ամերիկա գնաց, դեպի Եվրոպա գնաց, այդ մարդիկ իրանց բարեկամներին կոպեկներ են ուղարկել, օգնություն են ուղարկել, միգուցե կոպեկները սիրուն չհնչեց շատերի համար թողներեն ինձ, բայց համենայնդեպս այդ գումարները չի եղել, որ այդ մարդիկ իրանց մեջ կուղենրոն։ Այդ այնքան կարևոր է, երբ որ մարդը փորձանքի է գալիս, ու այդ փորձանքի ժամանակ իրան կողքից օգնում են նրա համար, որ ինքը գոյատևի։ Իսկ Գյումրեցին 30 տարից ավել գոյատևել է։ Ու այդ ֆոնի վրա տարբեր տեսակի իջեր են ստեղծվել իմ քաղաքումս, որոնք իրանց համոզել են, որ իրանք կինոյի տղեն են, իրանց ամեն ինչ կարելի է իմ քաղաքի մեջ, ու հիմիկվա խոսածազները ես մեկ-մեկ sense լսում եմ սկիզբը այդ խոսակցության լսում եմ, այդ մարդադից չի որ քաղաքապետի տեխնազուները լինեն, բացարձակ։ Այդ իրանց զրույցի սկիզբը լսում եմ, անջատում եմ, որովհետեւ ավելի չներվայնանամ։ Ընդհանրապես Ռոմչան գոյություն ունի մի հատ sense բան։ Մարդը պետք է շատ ամուր ֆունդամենտ ունենա ոտքերի տակ։
որովհետեւ ամբիցիաները ճիշտ կառուցի իրա։ Բադական ստեղծված այդ հարտակը, որտեղ որ ամբիցիաները այդ ֆունդամենտը շատ բադական է ոտների տակը հայտնվել ու դու դրանից սկսում ես աճել, այդ բերում է ոչ ճիշտ ամբիցիաների։ Ես եղել եմ կաբի հանգույցի պետի աղջիկը, ու մի հատ հարց եմ ուզում տալ բոլոր Գյումրիում տեխնազոներին։ Այսինքն դուք գտնում եք, որ դուք բոլորդ իրավունք ունեք պաչիմուտը այդ քաղաքին տեր կանգնեք, ես իմ պատմությունով չունեմ։ Ես տենց չեմ գտնում, ռադիբոգը։ Ես իրանց պրոստը հարց եմ տալիս։ Այդ ինչի դուք որոշեցիք, որ դուք պետք է ինչ-որ բաներ ունենաք։ Ես Պետրոսյան Ժիրիգի աղջիկը, ով 72 թվականից եղել է այդ քաղաքի կաբի հանգույցի պետը, ես երբեք իրավունք չեմ ունեցել դրա մասին բարձրաձայնեմ, ոչ ես, ոչ իմ քուրս, ոչ իմ եղբայրս, ոչ իմ հորողբորս երեխեքը։ Մենք սուս ու փուս նստել ենք ու գիտեցել ենք, որ ամեն մեր արած քայլի համար մենք պատասխանատու ենք սկզբից մեր հոր, մոր, պապի, տատի անունի դիմաց, հետո նոր մնացած հասարակության։ Այդ ինչի մենք հեչ մե Պոչտայի բաժանմունքում չսեպագանաշնորհեցինք, տղյակներ չկառուցեցինք, այդ ինչ ձևի ստացավ, մենք այդ ամեն ինչի համը չգիտենք, որ այսօր դուք արժե զրկելով առաջի երթին ձեր մեծերի անունը, ամենավերջի արած ստորությունները փորձում եք արտարացնել, դրոշակերած ինչ-որ բան եք անում, թափարվում եք, այդ ով է ձեզի թույլ տվել։ Հա, ես ասենք, չգիտեմ, որ թվականից քաղաքից դուրս եմ եկել, բայց իմ ծնողներս մինչև վերջ ապրել են իմ հայրենի քաղաքում, ուղարկավորված են Լեննականում։ Ես ունեմ իմ շրջապատի մեջ շատ լավ ընկերներ, ովքեր որ նույնպես շատ դաստոյնի ծնողների զավակներ են։ Այդ իմ շրջապատից մեջ ինչի հեչ մարդ չկա, որ այդ կանդիդատների մեջ պետք է լինի ու պետք է կարող է հանգիստ դրոշակը վերցել թափահարվի։ Լավ, չի կարելի։ Ասենք խոսքի այդ նամ բան կա, պրոդյուսեր կա։ Չգիտեմ ինչ հարազատներ է ժամանակներ։ Ախր դու ով ես вообще քաղաքը կաս քաղաքապետ դառնաս։ Ասենք երկու հատ ճմրտած երկ ես գրել Հայատ պրոջեկտի համար։ Իմ համար Հայատ պրոջեկտը դիք ինչ որ շոուի միամ խումբ է։ Ինքը չի կարող եղնի իմ քաղաքից հանգարց, չգիտեմ, լեյբլը կամ իմ քաղաքից համար ինչ որպես ոչ, չի կարող, ինքը չի կարող այն աստիճան։ Հասկացանք, հա, լավ, տնկլը։ Հետո հասկանում ես, այդ ամեն ինչի արժեքները այն կարգի զրոյացվել, որ այսօրվա օրով ես օրինակ մեր կառավարությանը հարց ունեմ։ Քորկոլայի տղենով է որ այսօր պետք է մասնակցե ընտրություններին։ Քորկոլայի տղենով էր, вообще քաղաքապետ պետք է այդ քաղաքում ծեն պետք է տան։ Հիմա պետք է նորից կանդիդատուրան տներ։ Ինք իր սպանություններով, կողացածներով ինչի պատասխան չի տվել մինչև հիմի, որ այսօր իմ քաղաքում այս կարգի դուրդոմ է։ Լավ, ինչքան կարելի է, ինչի՞ պետք է մենք այդ ամեն ինչը տանենք։ Ռոմջան, ես այդ ԿՊ-ի ներկայացուցիչին չեմ ճանաչում։ Բայց ես տեսնում եմ ոնց է իրան սովորական քաղաքացին, սովորական լեննականցին, գյումրեցին մոտենում տարիքով մարդիկ, ովքեր որ շատ ջերմ շփվում են իր այդ։ Ինչ կանի ինքը ժամանակը ցույց կտա։ Բայց իմ համար շատ վիրավորական է ու շատ ոնց ասեմ, sense ստորացուցիչ է, որ այն տիպի դեմքեր են եկել առաջ, որոնք չունին այդ իրավունքը, ընդհանրապես, որ կան քաղաքի նորից կրկին նստեն օրինակ ու բաներ, այսպես իրանցից դավոլնի, մնացած ժողովուրդին էլի ճնշված վիճակի մեջ պահեն, դե չի կարելի դիք թույլ տալ էլի, էլ անհնարին է այդ ամեն ինչը, Ռոմա ջան, ես չեմ ընդունում, եղած կանդիդատներից, ասենք կնայեմ ու կսարսափիմ, իմ գյոզալ քաղաքս, որն որ ամբողջ Հայաստանին տվել է շատ լավ որակի, գիտես, շոլկվի տեսակի մարդկանց, աբրեշում մարդկանց, բարերսեմ, որոնք կարող է շատերի համար հասկանալի չեղնի։ Հիմա ինչ որ բեյվեք եկել են մեջտեղ, ուսենք իրանց կճղեն ու մեկը մեկին մենակ լեկտիության գոնկայի մեջ կարող են մասնակցեն, բայց ոչ քաղաքապետի։ Ես հույս ունեմ, որ իմ քաղաքից բնակիչները հասարակ սովորական մարդիկ այնքան գիտակցություն կունենան, որովհետեւ չկանգնին ու չսեն մեր մայլի տղեն է, հորողբորս թորն է, մորքուրիս տղեն է գավսեց, քավորս սեցոր ցենը սոր պետք է տան, ժողովուրդ ում ցեն տվեցիք, Իրանից էլ պետք է ուզեք Փաշինյան тут не при чем։ Եկուց մյուսօր ընձի փողոցը տեսնելու չսեք, տեսար Փաշինյանը դինջ երեց։ Իմ Փաշինյանս հեչ բան չի երել։ Ես Փաշինյանի մեջ հələ
10-ից 8 հարցում չեմ սխալվել։ Սխալվել եմ մենակ այն հարցում, որ լիքը պրախադիմնիցները իրավունք ունին, ինչ որ շարժումներ են, ինչ որ երևույթներ թույլ տան, որոնք հույս ունիմ էլի ընդածքում կլուծվի։ Հələ չեմ կորցրել հավատքս կան շատ, բայց դուք ձեր ցենը գնացեք տվեք այն մարդուն, ով որ արժանի է, ով որ գիտեք, որ քաղաքը այն ձևի կսիրե, որ նորից գրպոցու մեջ չեք մնա։ Տվեք այն մարդուն, ով որ չի ունեցել փորձ տասնյակ տարիների չգրպելու, բայց գրպել է։ Տվեք ձեր ցենը այն մարդուն, ով որ ձեր մեջից է, ով որ այդ քաղաքը կսիրե, причем կսիրե տեքստիլից պոլիգոն, պոլիգոնից սովխոզ, սովխոզից չգիտեմ այնտեղ փապախան, կենտրոն, սլաբոդկա, թուշկի մայլա։ Միք տվեք պրախադինիցների, որոնք իրանց ունեցած մեծերի պատմություններով բան չեն ներկայացնե։ Ես նորից սկսեմ, ես բացարձակ այն ինչ նոր ասեցի, ես ում աղջիկն եմ, ինչն եմ, չսեցի նոր համար, որ ես ամբիցիաներ ունեմ, չկա այդպես բան։ Ես այդ հարցում բավականին ուղեղ ունեցող անձնավորություն եմ, իմ մուդրստը սնդի թույլ կուտա ես հասկանամ, ես որ պիտի խցկվեմ, ինչ դենեմ, ինչ պիտի չենեմ։ Բայց երբ որ դուք կբացատրեք, որ մեր վարտանիքն է, ինչ ձեր վարտանիքը։ Ձեր վարտանիքը այգու կեսը կուլ է տվե։ Ձեր վարտանիքը իր տղու հետ ընտանիքներ է ոչնչացրե։ Պետք է նստենք իր հետ զրուցենք այդ թեմայով։ Մնացածներն են նույնպես, այդ պրոդյուսերը ինչ է, ամոթել է։ Մնացածների մեջ էլի կան մարդիկ, ովքեր որ իրանք շրջապատով, իրանք Գերդաստանի պատմությունով անարմար է որ նորից առաջ են եկել, ուղղակի անարմար։ Մարդկանց եմ տեսել վարտանիքի կողքը կանգնած այդ ընտրության այդ ագիտացիոն բաների վիդեոների մեջ, ասես նայել եմ ուսել եմ, վայ մամա ջան, լավ դուք նամ ու սաբուր ունիք, թե չունիք։ Ոնց կարելի է տալ կանգնել մի մարդու կողք, ով որ իրա ամեն մի կլետկով, ամեն մի շնչած արդաշնչածով տոքսիկ երևույթ է։ Մարդը դիրան հարգե Ռոմ ջան։ Так что ես համոզված եմ, որ իմ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի։ Հա, շնորհակալ եմ բարի խոսքերի համար, ովքեր գրում են, կոմենտներ են գրում եւ եթերից հետո անպայման Արփինեն էլ կնայի այդ կոմենտները կպատասխանի։ Ես ուզում եմ նշել, որ Գյումրի համար ահագին արվել է այս 6 տարում իսկապես շատ բաներ եւ Շիրակի մարզի համար ճանապարհներից սկսած մինչեւ մանկապարտեզն եւ այլն, բայց այստեղ պետք է նշել, որ այո, ժողովուրդը սպասում է, որ պետությունը ավելի խիստ վերաբերվի հանցագործների հանդեպ եւ մարդիկ ուզում են, որ իրանց տղան չլինի նույն Գյումրիում, հա, ապրի ինչ-որ փողոցում եւ ճնշման տանք լինի այդ ձևի տականքների կողմից։ Սա շատ կարեւոր է, հույսով եմ նույն մեր կառավարությունը գիտակցում է դա եւ ուշադրություն դրա վրա։ Իհարկե, Ռոմ ջան, ես քեզ ասեմ, այդ ում անունները որ ես տալիս եմ, այդ մարդիկ ուրիշ տարբերակ չունեն, իրանք քոք ու բուսով, իրանք գեներով մարդասպան են, մարդկանց ահաբեկով են, մարդկանց ճնշող են, այդ խոշտանգումների արկաներն են, իրանք այն տեսակի քոք ու բուս ունին, որ ասենք հələ երկրաշարժից առաջ, եթե հանգարց իրանց ընտանիքից Գերդաստանից մեր բագի կողքու բոլորը մեր տարիքի այդ ընտանիքներից երեխեք կային Երևանին, մեր մեծերը տուջիկ սեին հələ արի տեսնենք ինչ է այստեղ եկե։ Փորի ցավը որն է, որովհետև իրանց ընտանիքներից դու լավ բան չես կարող սովորես, տեսնես։ Հասկանում ես, Ռոմ ջան, իք շատ կարևոր բան է։ Ինչքան որ կարևոր է քսեն մորը նայեն որ գնա աղջիկ ուզե, Ռոմ ջան։ Շատ ճիշտ խոսք է։ Շատ։ Ինչքան որ դու պիտի գիտակցես, թե այդ ընտանիքը որ քո երեխեդ պետք է երթա մտնի, այդ ընտանիքը իրանից ինչ կներկայացնի, այդ փողը, որով որ իրանք հաց ուտելու կնստին, այդ փողը ինչ ճամփով է եկած հասած, Ռոմ ջան, շատ կարևոր բաներ են։ Այդ կանել կարևոր է, թե դու ում պետք է շփվիս, որ թաղից է եկե ու այդ թաղի որ սորտն է։ Գյումրի քաղաքը տարբերվող է նույն Երևանից, հենց ինը դրանով, Ռոմ ջան, բոլորը իրար գիտեն։ Այնտեղ չկա այդ պատմությունն, որ գողինն ու բոզինը 40 օր է։ Մի բացառված է, այնտեղ դաժի 4 ժամ չէ։ Այնտեղ մարդիկ կարող է հələ իրանց գործողությունը չվերջացնեն, արդեն քաղաքը գիտե ով, ում, ինչ տևի, ինչ է եղել։ Իք բացառված է, թաղում գիտեն, ում պտի շնորհքով բարևեն, ում պտի պրոսեսվես միամ ճմրտացեն, հա, բարև ուղանցնի, հասկանում ես։ Այդ քաղաքը շատ սպեցիֆիկ քաղաք է, այդ քաղաքի մեջ մեյմունություն ենելը շատ դժվար բան է, շատ զոր բան է։
Ուրիշ բան որ քաղաքից շատ մարդիկ են գնացել, սերունդ է փոխվել, բայց դիք չի նշանակի որ քաղաքը իր դեմքը կորցրել է։ Ու Գյումրիում NLS մեմունություն ինչ որ մի կենեն այդ իկերը, որտեղ իրանք պրոստը չուրկա իկեր են։ Իրանք իմ քաղաքից դեմքը չեն, բացառված է։ Անուններ տամ ում համար ես կարող եմ սենք տեսնելուց մբես ժբիտ ունենամ ու այն ծերի պայծառություններն է որ դիք օրինակ մեր մարզվետներ Տիգրանը Պետրոսյան ես իրա ցավը տանիմ մարդ ով որ իրա շրջապատով Ռոմչան քաղաքը մարզը ծաղկեցնող առաջ տանող տեսակ է ես անկախ նորից որ Դավիթ Արուշանյան հիմի գնացել է մարզվետ ես իրա ցավը տանիմ որովհետև ինքը որպես տղա իսկական տղա է ինքը իրա Գերդաստանի շարունակողն է ու ինքը կյանքում չի երթա Վարդանիկի կողքը կագնի Վարդանիկի կողքը այսօր կագնած են մեր առաջվա Լեննագանի հայտնի pedagogan այրերի բարեկամներից մարդիկ ես ապշել եմ պրոստը գիտես ասենք այդ վիդեոն միացրել անջատել եմ գսեմ կարող է սխալ հասկացա ու ասենք նստել եմ գսեմ լավ դուք նամուս աբուր ունիք դե չունիք ես ինչ կենեք հասկանում ես Ռոմչան մարդը պիտի հասկանա ում կողքն է կագնում ում կողքն է նստում չի կարելի դու քեզի կեղտոդես հանուն ինչ որ մի ադմ պաշտոնի հանուն ինչ որ մի կրջոնին որը դու պիտի ստանաս մեր քաղաքում դի գանթույլադրելի է որովհետև դու հաջորդ օրն որ դուս եկար դվորնիկից մինչև այն մարոժնի ծախողն ու փոփկորն սարկող երեխեքը գիտեն դու արդեն քեզ ինչ ձևի ես կեղտոդե Обязательно անպայման շարունակենք մենք զրույցը նրանք ովքեր միանում են ձեզ էլ բարի երեկո լավ տրամադրություն են ցանկանում անցնենք շատ կարևոր թեմային խոսքը գնում է ընդհանրապես Երևանի մասին որտեղ մենք ապրում ենք Երևանը մեր մայրաքաղաքն է Հայաստանի եւ բոլորիս համար շատ կարևոր քաղաք է սիրում ենք մենք Երևանը եւ ուզում ենք տեսնենք Երևանը փայլում բայց ունենք նաև խնդիրներ, որի մասին մեր հետևորդները խնդրել են, որ անպայման մենք խոսանք, խոսքը գնում է տրանսպորտի մասին օրինակ, մենք գիտենք, որ ճիշտ է, հա, որ տրանսպորտը 150 դրամ է դարել, քանի որ 100 դրամ է եղել, դա շատ քիչ էր, բայց տեսեք, ահագին մարդիկ Երևանում կոնկրետ տրանսպորտում գորգորում են այն մարդկանց վրա, ովքեր մինչ հիմա 100 դրամ են մուծում, հա, խաբում են պետությանը։ Եվ ստացվում է, որ սա անցած տարին խոսքը գնում էր դրա մասին, սաղ անցած տարին, որ գինը բարձրանալու է, բայց մենք փաստորեն տեսնում ենք sense մի բան, որ գինը բարձրացել է եւ քաղաքապետարանը, կոնկրետ Ավինյանը, թողել է այն մարդկանց, ովքեր կռվում են ավտոբուսի մեջ, մենակ, հա, մենակ այն մարդկանց հետ, ովքեր լաչար են։ То есть լաչար մարդիկ հաղթում են պարյադիչնի մարդկանց վիրավորում են իրանց, որ ինչ ես դուք ես այդտեղ ճիշտի տեղ դրել, հա, ինչքանով է, как ты думаешь, ինչքանով է սա ճիշտ բան, այսինքն մի տարի դու Տիգրան Ավինյան պատրաստում ես այդ ռեֆորմեն, հա, որ բարձրացնես, եւ դու միջ հիմա օրենք չես ընդունել, որի համաձայն դու կարաս տուգանես այն մարդկանց, ովքեր փողը չեն տալիս, եւ չեմ հասկանում այն մարդը, ով դիսցիպլինա է պաշտպանում եւ ինքը պարյադիչն է, ինքը դարալա կոնտրոլյոր եւ իրան վիրավորում են։ Այդ մարդը ուղղակի սիրում է իր քաղաքը, հասկանում է այդ քաղաքի խնդիրները ու այդ մարդը գտնում է որ չի կարելի վերջապես կան հարցեր որտեղ դու պետք է քեզ հարգես ու այդ խուլիգանավարի այդ ոնց ասեմ պլինտուսի ցածր մագարտակով քեզ պարելը Ռոմչանդիկ քեզի պատիվ չի բերում ես քեզ ասեմ օրինակ քաղաքապետարանը այսօրվա դրությունով եթե վերցնենք 10 բալանոց շկալա ես իրան կգնահատեմ 4 որովհետև բոլոր ռեֆորմները բոլոր process-ները որը որ Երևանում իրանք սկսում են անել իրանք անում են շատ փնտի Ով ուզում է նեղենա, ով ուզում է չնեղենա։ Նայ, նույն տրանսպորտը։ Տրանսպորտի մակրությունը այսօրվա դրությունով оставляет желать лучшего։ Այդ կոնտրոլյորների հարցը, որը որ ի սկզբանե դուք տեսաք, որ օպոզիցիան պետք է ինչ-որ գործողություններ անի։ Դուք մինչև հիմա այդ հարցը չեք լուծել։ Լավ, ո՞նց կարելի է այդպես շարժվել։ Լավ, ո՞նց կարելի է այդպես թույլ տալ։ Նույն բանը ծառների վռուպկան է, Ռոմա ջան, դուք գիտեք, որ դուք ինչ որ օրից պետքա սկսեք փողոցներ փակեք, ծառների վռուպկա անեք։ Լավ, դուք ինչի նախորոք չեք տեղեկացնում Ինչ գործողություն պետք է կատարվի Երևան քաղաքում ու ինչի չեք այնպես անում որ դուք նապիրիժենյա ձեր կազմակերպված գործողությունները լինեն այնպես որ այս մնացած մարդիկ ես օրինակ իմ շենքի մոտ իմ փողոցի վրա չընկնեմ այդ աժիոտաժային խուլիգանների ինչ որ մոնոլոգների ներկայացուցիչ բան տանամ լսող դառնամ ինչի համար
Աղբամաններին նայում ես, լացդ գալիս է կեղտոտությունից։ Էլեմենտարնի դրել եք այդ սիգարետնիցաների պես sense ինչ որ բաներ են փուջուր փողոցների մեջտեղը Թումանյան փողոցի վրա կա, Հանրապետության փողոցի վրա կա։ Եթե դուք դրանք դրել եք, դուք պարտավոր եք այն ծերի կազմակերպեք իրանց մակրությունը, որ իրանց մեջից աղբը չելնի թափի իրանց կողքերը, իրանք այնքան կեղտոտ լինեն, որ չգիտենաս թե այդ նույն, չգիտեմ, ռազովի բաժակը կամ ինչ որ մի փուջուր բանը ոնց գցես դրա մեջ։ Բոլոր հարցերում քաղաքում կա փենտիություն։ Ես չեմ ասում, որ ոչինչ չի արվում, արվում է, բայց այդ նույն այդ ինչ են կոչվում ավականի կոչվածները, որոնք որ այդ զասիդանիայի ժամանակ ումնի դեմ կընտունած նստած են։ Մեծ մասը գալիս է, որովհետեւ այդ էկրանի դեմը սպես դեմ կընտունե, սպես նստի։ Մեկ քանի հոգի կա, քպագան կան, օպոզիցիա կան։ Ասենք մեկ-մեկ որ ասենք աչքից կգնի, լացս գալիս է, Ռոմա ջան, լավ հերիք է, արդեն ինքնահաստատվակ, արդեն ձեր դեմքը տեսան, արդեն ձեր քծած պոստերով գիտեն որ դուք միակն եք ու անկրկնել լինեք, լավ հասկացանք, ամոթ է։ Անցեք գործողության։ Նորից եմ ասում, Արաբկիրում առավոտը արթնացել եմ 8-ից քանիսա փողոց եմ դուրս եկել։ Ես տեսնում եմ, որ փողոցը լվացվել է, բայց այդ ամբողջ ակուրը ես բան չունեմ ասելու, մեր ժողովուրդն է խոս փնտի, շատ, մենք էլ ենք փնտի։ Ամբողջ մայթը ակուրակ է, որտեղ այդ ջուրը ստրույայով վարորդների քծած ակուրակները փողոցից տվել է դեպի մայթերը, ու մայթերը հավաքած չի։ Մաքրած չի։ Այդ մուսորնի բաները, որ ասում եմ, սիգարետնիցայի տիպի sense փուջուր դրել են, Հանրապետության փողոցում արեցին, Թումանյանի վրա են արել, շատ լավ է, որ իրանք շատացել են, բայց դուք դրա հետ մեկտեղ դիք կազմակերպեք իրանց մաքրությունը։ Ու ինձ թող չասեն, չենք հասցնում, մարդիկ խոզավարի են գցում։ Դուք այդ ամեն ինչը պիտի մշակված անեք։ Մենք այդ կարգի միգրանտներ չունենք, որոնք որ կարողանան այդ շտրաֆեր դրել, վերջապես։ Ուր է ձեր շտրաֆերը։ Ամեն անգամ ամբակորգոր խոսում է, փողոցը ոչ ճիշտ վայրում անցնելու դեպքում կլինեն տուգանքներ։ Ուր է այդ տուգանքները։ Ինչի պիտի, հիմի որ ասեմ, կասեն, բանա, ինչի պիտի քաղաքի վարորդների այդ վարած սիգնալների ինչ է այդ գլուշիցիլների, զրտուզիբիլների ցենը կտրելու գիշերը սիգնալների տալի հարցը բարձրացն է ազգային ժողովի նախագահ, ինձ կբացատրեք։ Պրիչոմ դու Տալեն Սիմոնյան։ Քաղաքապետը մարդ չկա, քնած եք դուք։ Չեք տեսնում գիշերն ժամը 10-ից հետո ինչ է կատարվում։ Անարմար չէ՞ լա։ Այն մարդ էլ ուրիշ գործ չունի, biz զբաղվի քաղաքի վարորդների, ոստիկանությունն ինչով է զբաղված քաղաքում։ Ռոմ ջան, լիք հարցեր, որտեղ կան շատ ծյապլապ արած բաներ։ Այսինքն օրենք ենք ընդունում, օրենքը pedagogan մարմինների կողմից չի վերահսկվում։ Այդտեղից սկսվում է այդ զբոյերը։ Պետք շատ չոտքի այդ վերահսկողությունը լինի։ Հասկացա։ Նորից եմ կրկնում, ոնց կարելի է դու ավտոբուսի գինը բարձրացել ես, ճիշտ ես արել։ Մենք այսքան գորգորացինք, որ անպայման սա պետք է բարձրացվի, բայց փաստորեն այսօրվա դրությամբ այն մարդիկ, ովքեր չեն ուզում մուծեն, մինչ հիմա քեզ կոնտրոլյոր չունես եւ մինչ հիմա այդ օրենքը չես ընդունել։ Почему ты заранее это не сделал? Ինչ չես դու անցած տարի դա արել։ Լսի, խնդրեմը թողեց վարորդների ուսի։ Դու ԿՓ-ից ես, ազգային ժողովը ԿՓ-ն է, կառավարությունը ԿՓ-ն է, ты почему սաղ տարին դու անցած տարին ինչով ես զբաղված։ Նայ, քանի հատ վեճ եղավ վարորդների հետ։ Վարորդների հետ քանի հատ սկանդալ ստացվեց։ Դա։ Ինչի համար դու դիք թույլ տվեցիր, որովհետև դու այդ հարցին մոդեցել էիր փենտիավարի։ Դու իրավունք չունես ռեֆորմ անցկացնես, ու այդ ռեֆորմում բոլոր հարցերը վերցրած չլնես на рассмотрение։ Այդ նույն բաները, այդ ավականու անդամները այնտեղ լիքը կանոր, իրանց թողի բրև չկարձեն, տրանսպորտից օգտվող են։ Դուք չեք հասկանում այդ ամեն ինչը, որ պետք է այդ հարցը բարձրացնեք։ Խո մենակ ցնցվելով չէ այդտեղ այդ ավականու ժամանակ։ Ավինյանի դիմաց ու կամերայի դիմաց, ինչքան դուք փուգուշն եք, լավն եք, վերջապես։ Կամ սաղ տեղերը հարմարցնել, երտալ Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնել։ Հասկացանք։ Վայ, կշտացեք արդեն այդ սաղ նգարվելուց, ինքնահաստատվելուց, վիդեոները գցել, որովհետև Ռոմա ջան, մեծ մասը մենեջմենտ հասկացողությունը չգիտի ինչ է, ինքը դասեր չի անցել, ինքը տրեյնինգներ չի անցել, падаган հայտնվել են նույն ավականիում, նույն պարլամենտում, շատ մարդիկ կան, Ռոմ ջան։ Այդ թակ բան չէ։ Ես հասկանում եմ, մենք հենց ժամանակ չենք ունեցել, որովհետեւ այդ ինստիտուտների, հա, լիարժեք կադրերը հավաքելը, ինչ որ բաներ անցնենք, բայց արդեն պարտավոր ենք այդ ամեն ինչը մեխանիզմները զապուստից անենք։ Չի կարելի։ Վերջապես Տիգրան Ավինյանը վարչապետ է եղել։ Ինքը պետք է այդ հարցերը ճիշտ հասկանա։ Այդ որ ինքը ելավ բագերով ման եկավ, չգիտեմ ինչ երեց ուսպես ինքնահաստատվա, որ վրոդի սաղ կոեն, ոչ, սաղ կոչ են։
Անհնարին է շինարարությունների կողքու բոլորի փոշին, շինարարություններից դուրս գալացող աղբա կեղտը ոչ մի ձևով չի վերահսկվում։ Բացարձակ։ Համաձայն եմ, ես հուսով եմ, որ կուղղվի այդ հարցերը, պետք է անպայման մի ազնիվ լինենք եւ խոսակ դրա մասին։ Շարունակենք, մենք տեսանք որ վերջի 6 տարին, հա, մեր ժողովուրդը փաստորեն մի քիչ, այսպես ասած, ավելի իմաստուն են դարել եւ ֆեյքերի վրա այդքան ռեակցիա չեն տալիս, բայց վերջերս նորից այդ ֆուտբոլի հետ կապված ֆեյքերը, որը տարածվում էր կոնկրետ ադրբեջանցիներից, ովքեր կայքեր են ստեղծել վրացական եւ ստեր են տարածում Վրաստանում Facebook-ում նստած, մարդիկ հավատացան եւ դաժե ահագին լուրջ էքսպերտ, լրագրող գրել են ոնց է ստացվել, որ Վրաստանի այդ համարները գողացել են Երևանում։ Մի հատ ուզում եմ հասկանալ, արդյոք մեզ ունենք նորից, հա, պարտավորություն բացատրեք մարդկանց, որ չի կարելի SDV ֆեյքերին հավատալ եւ ֆեյքերը կարող է շատ խիթր լինեն եւ դուք փաստորեն չեք հասկանում, որ սա ֆեյքեր են, հա, անում։ Այսինքն ինչու՞մն է խնդիրը դրանում, որ ֆեյք ստեղծողը գողի նման, հա, հանցագործի նման, ինչքան էլ լավ չի աշխատում ոստիկանը ինքը նոր բաներ է հորինում, որպեսզի մարդկանց խաբի, սա առաջի անգամ է SDV դեպքում։ Իմաստության պակաս է, Ռոմ ջան։ Հա, եկեք խոսանք դրա մասին, հա։ Այդ գիտես ոնց է, Ռոմ, այդ փորձի պակաս է, այդ իմաստության պակաս է, այդ լուբապիծվոն է, պարաբությունն է, որը բերում է, որ ինչ ամբաղ զամբաղ կայքերից ասես ինֆորմացիա չեք վերցնում։ Во-первых, սենց է բան։ Հələ պատերազմի ժամանակ անverջ ասում էին հետևեք, վստահեք պետական, հա, պաշտպանության նախարարության տված ինֆորմացիային։ Հա, հասկանում եմ, բաներ կար, որ այդ պահին ներկայացվել էր նենց, ոնց որ պետք էր ներկայացնել պատերազմի ժամանակում, բայց մնացած պահերին բերեք մենք համբերություն ունենանք։ Մենք բոլորս էլի եմ ասում, կարծում ենք, որ մենք այնքան կտրենք, որ մեր թեմը խաղ չկա, մեր գիտելիքները, մեր անալիտիկան, մեր էսը, մեր են, բայց էլեմենտարնի մի հատ sense ինֆորմացիոն դաշտը մի հատ հիմարություն կգցեն, կվերցնեն ու կսկսեն տարածել։ Մենք հասել ենք նրան, Ռոմա ջան, լիքը մարդիկ կան, կարող են 21 թիվ, 22 թվի ինֆորմացիան կիսվեն ու իրա վերևը ինչ որ բան, մեկնաբանություն անեն ու կիսվեն, առանց խորանալու թե այդ որ թվի է։ Դրա համար նայ, մենք չենք նայում, չենք ուզում ընդունենք, որ աշխարհում այսօր ինչ է կատարվում։ Վերջի երևի 2 ամիսվա ընթացքում ուկրաինական ու ռուսական պատերազմի հետ կապված այդ դիպլոմատիչի ամբողջ process-ը որ գնում է, խելառան fake էր տարածելով, ամերիկան կհերկեն, դեղից չդեմով կհերկե, հետո նորից կլինի, հետո էսի սենց ասեցին։ Այդ պետությունների մագարտակով, եթե կարողանում են fake-երը գցեն ու իրանք չեն էլ հասցնում նայապիրիժենիա ոնց որ մի 2 րոպե կամ արագ արձագանքեն, եթե իրանք չեն կարողանում, մեր պետությունը ոնց պիտի կարողանա այդ անել։ Սահատվեցինը մենք պետք է ավելի իմաստուն լինենք ու ասենք հետևյալը։ Լավ, մի հատ sense բան։ Նիկոլ Փաշինյանը կամ Աննա Հակոբյանը այս բանը գնաց ինֆորմացիան ոչ մի անգամ ով որ ինձ այդ ինչ որ բանը ասե կարտացի ինչ տեսար ասել եմ օքեյ որտեղից է первоисточника Եկ գնում հասնում ես որ первоисточника կամ Սերժն է կամ Քոչարյանինն է ասեմ ժողովուրդ դուք Քոչարյանին ու Սերժին ինչի հաջողություն երեցիք որ հիմա իրանց տված էպած բորշը նստել եք կուդեք հասկանում ես Ռոմ ջան մարդը պետք է գիտակցի լավ ես ես կարդացի Սրա первоисточник նով է ինչքանով ինքը վստահելի է որ ես իրան վերցրեցի ու կիսվա Ես երևի მე 3 տարի էլ ամեն մեր էֆիրներին ասում եմ ժողովուրդ դուք որ բռնում կիսվում եք մի վատ բանով ու վերևը գրում եք հլես համբալին նայի ու ինչ որ էֆիրա որ անշնորհք ինչ որ բաներ է խսում սկսած այդ Ամերիկայի վերընկած այդ երիտասարդից վերջացրած չգիտեմ ինչերով ինչ որ ուրիշ բլոգերներով ժողովուրդ ջան եթե ինքը վատ բան է դուք իրան ինչի եք տարածում կբացատրեք ես հասկանամ Չէ Ռոմ ջան ով է տարածող այդ ամեն ինչը Խելրավ խեղճ Նիկոլա ասելով, թե այ մարդ պուլտը ձեր ձեռքն է, անջատեք 5-րդ կանալը միք նայեք, թող ինքը բան չունենա, ռեյտինգ չունենա։ Ձեր ձեռքն է պուլտը միք նայեք, լսեք այն ռադիո կանալը կամ այն տելևիզիոնյայի կանալը, որը գիտեք որ վստահելի է։ Հա, դժվար է շատ, մարդիկ լուբապիծվոից սկսում են, հա, այդ ուզում են վայ հլսի իմանանք։ Դուք արդեն այդ մանիպուլյացիաները այնքան པարզ ու այնքան ակնթարթ են, շարունակել ռուսի ասածի պես պապադացը на удочку Դե դու ուժ знаешь, это безграмотность։ Մարդը պետք է ինքը իրան հարգի ու սիրի ու ասի լավ, այ մարդ, մի անգամ ինձ խաբեցին, երկու անգամ խաբեցին։
Մենք չեմ էլ հիշում արդեն ուր էի գնացի։ Տեսար Փաշինյանը թուրքերին բերել է Երևան քիչ է, հետներն է թուրքերեն խոսա։ Գսեմ, որտեղ եք տենց բան տեսել։ Իա, գցել էին ինտերնետը։ Ով էր գցել։ Փաշինյանի էջը բացեք, գիտես ինչքան մարդու ես ամեն անգամ ասում եմ, այն ինչ նոր կախված է Փաշինյանի pedagogan հայտարարությունների կամ նույն գինացիդի հետ կապված իր մտքերը, ախպեր իր էջը մտեք իր մոտ լրիվ լսեք, լրիվ կարտացեք, կոնտեքստից կդրած միք վերցրեք։ Մի հատ խորացեք, հասկացեք։ Չէ, ինչ որ մեր ներողություն բառից համար չուրկիմ սարկած, կոնտեքստից կդրած կամ այդ այսօրվա իսկուսինի ինտելեկտի շնորհիվ ստացած ռոլիկը դրել եք, էշի պես նայել եք քիչ է, ամոթ է, պրոստը ամոթ է։ Դու դրան դեմ ոչինչ չես կարող անես, Ռոմջան։ Ինքը մի հատ process է, որով ամեն մարդ ինքն իրան հարգի, ամեն մարդ պետք է ասի տելը սպասի, ես ում տված նյութը որպես հիմք եմ վերցրել ու տարածում եմ։ Մի հատ տես pedagogan կառույցներից ինչ եկավ, ինչ լսվեց, հետո նոր տարածի։ Մի հատ բրազմիկ, ես քեզիս եմ Ռոմ, եթե դու նկատել ես վերջերս դաժե քու պոստերը չեմ կիսվում։ Ոչ թե որովհետև ես նիտավերյա ունեմ։ Չէ, ուղղակի ես լիշնի раздражение մարդկանց մոտ։ Օրինակ շատ մարդիկ ինձ ասում են, ինչի է Ռոման արցախցիների հետ կապված այդքան վատ բաները պատմում, այն էլ ռուսերենով։ Ես ասում եմ ժողովուրդ, մենք դուրսը մոտ 3 միլիոն ոչ հայերենին տիրապետող հայրենագիցներ ունենք։ Ուկրաինայում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելարուսիայում այդ մարդիկ պետք է ճիշտ է իմանան։ Մենք եթե ճիշտը չիմանանք, մենք եթե այդ իրականության հետ չխոսենք, չզրուցենք, չհասկանանք, թե որտեղ ենք թույլ տվել մեր սխալը, մենք առաջ չենք գնա։ Հա, բաներ կա, որ իմ համար էլ շատ հաճ է լսելը։ Ես ինքս քեզ քանի անգամ ասել եմ, թե Ռոմ, լավ էլի բերես։ Դե առաջինը վերջի կես տարին համարյա սովետերների հայերենն է, հա։ Հա, չէ, կապ չունի Ռոմ։ Հայերեն ես ասում թե ռուսերեն։ Ես քեզի ես էլ Լևոնն էլ շատ անգամներ եղել ես ենք Ռոմ, մեկ քիչ սիքսպես բաներ, այլի հա լավ, գիտենք որ այդ է իրականությունը, բայց քեզ էլ է դժվար չէ այդ իրականությունն ու ճշմարտությունը լսել իմանալ, բայց վերջապես մենք լիքը մարդիկ ունենք, ովքեր կդրված են ստեղից։ Հիմի հայերենով է, ռուսերենով է, թուրքերենով է, անգլերենով է, դու մարդուն պրոստը ինֆորմացիա ես տալիս, բայց էլի ես հասկանում եմ, որ լիքը մարդկանց մոտ շատ հարցերը раздражение առաջացնում, փորձում եմ ավելի նոր չկիսվեմ, ասում եմ լավ, թող չստացվի, որ բոլոր կողմերից պես դրել ենք ու BTR-ի պես վրաներով անցնում ենք։ Մարդիկ էլի վիճակի չեն այդ ընդունել ու լսել։ Չէ՞ որ ես ու դու էլ շատ անգամ եղել է, ասել ենք, էլ հնարավոր չի։ Ես հենց նոր քեզ այդ զրուցում եմ ու ասեցի, լիքը տեղեր կա, որ ես արդեն էլ ուժ չունեմ, հոգնել եմ։ Դժվար է այդ ամեն ինչը։ Հետո այդ ինֆորմացիոնի հարվածները, Ռոմջան, հիմիկվա դրությունով այնքան ագրեսիվ են ու այնքան շատ են, մարդկանց մոտ այդ ռեալն ագրեսիա է առաջացնում։ Դու ինքդ շատ դեպքերում ասում ես, մենք որոշել ենք, որ այս ամիսը մենակ Հայաստանի լավ վայրերը պիտի ցույց տանք, չէ՞, այդ բարիություն ես բերում, լավ մարդկանց մասին ես պատմում, լավ գործերի մասին ես պատմում։ Միգուցե այդ ավելի շատ լինի դաշտում, մարդիկ այս ֆեյքային մասերը քիչ ընկալեն ու քիչ վերցնեն։ Չգիտեմ, որն է դրա լուծումը ճիշտն ասած։ Ուրեմն դու կարաս իրանց ասես եթե դու լռում ես, թշնամին չի լռում։ Այդ մեզնից ոչի բան չի կապված, հա։ Ահա, դեն չի որ ես չգիտեմ։ Ուկրաինայում կես միլիոն հայ ունենք, ով ռուսերեն են մեծ մասը հասկանում։ Ռուսաստանում 2 միլիոն, 2 միլիոն կես, եւ Երևանում էլ ունենք ահագին ռուսախոս հայ։ Դա вообще կապ չունի, ես պրոստը ասում եմ, մարդիկ դաժե այդ չեն ընկալում, թե ինչի համար է այդ խոսվում։ Լավ, եկեք գլուխները Ստրաուսի պես մտցնենք հողի տակ, հետևներս տնկենք, ով ինչ ուզում է թող խոսա, մենք միակն ենք ու ակրկնելին, որն արել ենք վերջի չգիտեմ 50-60 տարի։ Այդ ձևով մենք Արցախ կորցրեցինք, որովհետև մենք կակ մինիմում 35 տարին հա զոհեր տվեցինք, կենացներ խմինք, դմբլատա շերեցինք, վերեցինք դաբուլ զուրնեն զարգեցինք, մենք մեզ ինքնահաստատվանք հարսանիքներով, թաղումներով, կնունքներով, ծնունդներով ու չգիտեմ ինչ մեյմունություններով, ադրբեջանցին զինվավ, սուսուփուս նայեց, մինչև մենք ինչքան պետք է հələ ուդենք, տորտերի բոյերը սարքենք 3 մետր հարսանիքին, ինքնահաստատվենք սինիների մեծությունով, ու причем նույն բաները կշարունակենք, Ռոմա ջան։ Մենք ես էլի մեր էֆիրների ժամանակ ասել եմ, մենք հասել էինք այն բանին, որ մարդիկ կսեին, հորս թաղումին ըմբես սեղան գցեցի, որ ասենք, այդ տարել էր բան մրցույթի թեմա։ Անհասկանալի մի ադմ զրույցներ, բայց իրանք կան,
ու եթե մենք դրա մասին չխոսանք, ու եթե մենք դրա մասին չբարձրաձայնենք, մենք Իրանից չենք ազատվի։ Այդ ցուցամոլությունը, այդ պանտով, այդ կնայես, ասենք այս տարիքի երեխա է, բայց իր ձեռը մեքենայի բանալի է, iPhone 18-ն է, թե չգիտեմ որն էլ ինքը դուրս չեկե, հայերն ունեին։ Լավ, հերիք է, հանգստացեք, խաղաղվեք։ Հələ մեկ քիչ կմ ձեր ոդի գյորա ապրեք։ 150 դրամի քյալա տվեցիք մի ամիս։ Մինչև հիմիկ շարունակեք ձեզի խուլիգանի պես պահել, դուք ձեր հայրենի, այդ նույն բանն է, որ չգիտեմ, քու տանդ մեջ դու տանից դուրս գաս, լույսը վառած թողնես էստաս, ես լույսի փողը քուրս կուտա կամ աղբերս կուտա, ջանդամ թող միացած չի մնա։ Ասենք ես չեմ կարող այդ տիպի բաները հասկանամ, Ռոմ ջան։ Շատ լավ, շարունակեք մեր զրույցը։ Ես ուզում եմ նշել, որ այսօր մինչ եթերը սկսել է, պատմել եմ Արփինեին, որ Հայաստանում սենց է, եթե ձեզ վրա հարձակվում են, ձեզ վրա գորգորում են, ձեր մասին ստեր են տարածում, եւ եթե դուք լրում եք այդ դեպքում, մարդիկ գիտեն, թե այն մարդը, ով լրում է եւ չի պատասխանում, ինքը ուրեմն մեղավոր է։ Սա շատ կարեւոր է հասկանալ։ Շատ վաղ մենք մտածում ենք, գուցե ինչ որ պրովոկացիաների վրա պատասխան չտաս, որը կախված է ոչ թե մեզ հետ, այլ ընդհանրապես Փաշինյանի հետ, կառավարության հետ, Հայաստանի բայց երբ մենք լրում ենք եւ պատասխան չենք տալիս ստերի վրա, մարդիկ իրեն թե այդ սուտը ճիշտ է։ Այնպես որ այն մարդիկ, ովքեր հարցնում են նաեւ ինչի համար ենք մենք ռուսերեն խոսում, կոնկրետ ես, ասում եմ վերջերս իմիջիալոց դաժե իմ սյուժեներս ուտրինի սյուժեներս սա հայերեն է, ու դաժե ես կադրում չկամ, չինովնիկներ են, դեկտեմբերի 1-ից սաղ կադրի մեջ չինովնիկներ են կամ էլ հայերեն, օրինակ երգեր են ասում, բան ասում, то есть все сюжеты на армянском языке, все сюжеты. Вообще молодец, как ты вырос. Իսկ այն ինչ մնաց ռուսերեն, օրինակ երեք եթերը Ռուբեն Մեհրաբյանի հետ մենք արեցինք ռուսերեն, քանի որ խոսքը գնում էր Ադրբեջանի մասին եւ մենք շատ ենք ուզում, որ այն ադրբեջանցիները, ովքեր լավ են վերաբերում Հայաստանի հանդեպ եւ լսում են մեր եթերները, լսեն Ռուբենի կարծիքը ռուսերեն, այդ մարդիկ հայերեն չեն հասկանում։ Տարբեր նաև պետք է մենք ռուսերեն խոսանք ռուսագետ հայերի համար, որպեսզի այս մարդիկ ավանդ բացեն հայկական բանկերում։ Ռուսերեն պետք է բացատրեմ, ինչի է կարևոր դրամը առնել, քանի որ դրամը ավելի լավ է, քան թե ռուբլին, եւ այս ձևի 1000 մի նպատակ կա, որ ինչի պետք է մեկ մենք ռուսերեն գրենք եւ ռուսերեն խոսանք։ Դե в принципе ես արդեն 3 տարի է չեմ թռնում Ռուսաստան, այն մարդիկ, ովքեր ասում են ռուսերեն ինչի է խոսում, ցավոք սրտի Երևանում իրանք գնում են Ֆիլիպ Կիրկորով կամ էլ չգիտեմ Բասկովի կոնցերտներին, ցավոք սրտի իրանք են թռնում Սամարա, Սարատով եւ շատ են սիրում Սոչին եւ Անապան եւ այլն, այնպես որ տա Աստված, որ մարդկանց ասածը բռնի իրանց գործերի հետելերը, потому что, как сказала Шогер из Дубая, арабский мир 100 миллионов рынок, но почему-то мы все время смотрим туда. Սարատով, Սամարա, մեզ ունենք մեծ հնարավորություն, բայց մենք գիտենք, թե սա աշխարհը Ռուսաստանն է։ Այնպես որ այդ նրանք ովքեր ասում են, տարիներով Ռոմ Չանդիկ Նուշենյայի հարց է Ինվերսկի, որը որ շատ բավականին երկար ժամանակ է ներմուծած մեր մեջ։ Հա, այնպես որ տա Աստված, որ իրանց ասածը իրանց խոսքերի հետ անպայման բռնի եւ համապատասխան լինի։ Վերջի հարց տամ, մենք փաստորեն ուզում ենք, որ խաղաղություն լինի եւ մենք մեծ աշխատանք ենք տանում, ոչ թե մենակ կառավարությունը, այլ մարդիկ, հասարակ մարդիկ, բայց մենք տեսնում ենք, որ ամեն ինչ չի, որ մենք կարանք նախատեսենք եւ հաստատ իմանանք, եթե դաժե այս 5 քայլը անենք, արդյոք Ալիևը, Ադրբեջանը այդ հարցերին, հա, որը դրված է, որը մենք լուծում ենք, իրանք էլ պատրաստ են, հա, այդ հարցը լուծեն։ Եվ մարդիկ ներվայնանում են եւ սենց մի հատ խնդիր կա։ Մարդիկ Почему-то գիտեն թե կառավարությունն է մեղավոր, որ այդ հարցը էլի չի լուծվում։ Մարդիկ չեն կարող հասկանալ, որ ինչքան էլ ուժեղ չլինի Հայաստանում կամ նույն աշխարհում Նիկոլ Փաշինյանը, բայց ինքը պատասխան է տալիս մենակ Հայաստանի համար։ Ինքը պատասխան չի տալիս Ադրբեջանի համար։ Ոնց ես դու նայում այս հարցի վրա, այսինքն արդյոք մենք պետք է մարդկանց ասենք, բացատրենք, որ սաղ կյանքի ժամանակ մենք պայքարում ենք հիվանդությունների հետ, պայքարում ենք այն վիճակում, երբ գումարները չի հերիքում, որ տարբեր ծախսեր անեք, պայքարում ենք այն с теми вызовами, которые есть со стороны соседних стран и вообще стран мира, որն է ճիշտը, որ մարդիկ հասկանան, թե չէ մարդիկ գիտեն, թե մի հատ միրն դագավոր է սա, եթե ստորագրենք, վաղվանից կարանք մենք սկսկի։ Դե նայ, մեր խնդրեմն ինչու՞մ էր, հեղափոխությունը, որ արեցինք, մեծ մասը Հայաստանի, հա, մտածեց, որ վсё, Նիկոլին տրեցինք, մեր բոլոր խնդիրները լուծվեցին։ Այդ էյֆորիան, որը որ կար 18 թվականին, հա,
Բերեց նրան, որ մարդիկ չհասկացան, որ նոր է սկսվում այդ ամեն ինչը։ Հարգային դաշտ պետք է փոխվի, քաղաքի ծախսերը պետք է շատանան, այս պետք է անի բանակ պետք է պայենք, թոշակառուներ պետք է պայենք, մանկապարտեզներ ու դպրոցներ չունենք, այդ պետք է կառուցենք։ Մենք այդ պատկերացումը այնքան բարդ էր բանարած, այնքան ցենց այդ հարցում բոլորս տգետ էինք, որ չէինք էլ հասկանում, որ այդ հեղափոխությունը, վсё, Սերժ Նորսեց, ես սխալ եմ, Նիկոլը ճիշտ, մեր խնդիրները դե չի լուծվում։ Մենք խնդիրներ ունենք, բավականին մեծ մարտահրավերներ ունենք։ Այն ինչ նոր ներքին ունենք, այդ հələ մեկ, հələ դրսից էլ ունենք մարտահրավերներ։ Ինչ վերաբերում է խաղաղությանը, Ռոմա ջան, մենք բոլորս, ես գտնում եմ մայր հասկացողությունը, կանայք առաջի հերթին պետք է առավոտից իրգուն խաղաղությունից խոսան։ Որովհետև այդ չի նշանակում է, այսօր մի հատ էլի տենց Facebook-ի մեջ մի մոմենտ էֆիր է սկսե մի հատ մարդ մոտեցի ասել, ախպեր դու հիմի ոնց ես պատկերացնում, ես Թուրքի հետ նստիմ ու բան ենեմ, զոհվածի հիշադակ խմեմ։ Ես ախպերս քեզ ով ես որ խաղաղության պայմանագիրն որ կստորագրեն, դու Թուրքի հետ եկեղեցի պիտի մտնես ու ախպեր քաշվիս կամ պարտադիր պիտի հետը խմես։ Կամ մի հատ ուրիշ հարց տամ, այդ Ռուսաստան-Թուրքի բազարն որ կերտակ, Թուրքի ռեստորանը կերտակ չեք խմել։ Այդ Ռուսաստանի տարածքում կամ Եվրոպայում որ գնացել եք կաբրիկ ադրբեջանցին եկա, չեչենն եկա, հայն եկա, վրացին եկա, իրար հետ չեք նստի ուտեղ խմել, այդ ժամանակ որ կնստիք, ասենք բաժակ չեք խփել։ Գիտես, այդ լիցիմերյան շատ բարձր գրադուս ունի Ռոմա ջան այսօր, բայց դու դեդ ամեն ինչը հաշվի չառնես, դու միանշանակ առավոտից իրգուն պետք է խոսաս խաղաղությունից։ Եթե ոչ խաղաղություն այդ դեպքում ինչ պատերազմ, մենք չունենք այդ ռեսուրսը։ Մենք պետք է չմտածենք դրա մասին։ Մենք պետք է զինվենք, բայց զինվենք, որովհետեւ խաղաղ ապրենք։ Մենք պետք է կառուցենք ամուր պետություն, որովհետեւ ունենանք լավ զինված բանակ, լավ զաշիշոնի պաշտպանված սաման բոլոր հարևանների հետ ու խաղաղության մասին խոսածող երկիր, պետություն։ Մենք ուրիշ տարբերակ չունենք։ Այդ ում հետ պետք է այդ պատերազմը տանիք, այդ խաղաղություններ չի։ Այդ օրեդևները կճղեք Արարատ մուշ, նույն Արցախը, այդ հիմարությունով Արցախը կորցրեցինք։ Որովհետև դադարգախոսությունը, պորդաբուծությունը ու այդ ցուցադրվելը վերեց այդ արդյունքին, որը որ մենք ունենք։ Գեշտայք չայ խմելու ձեր դադար գեդերին։ Հետևները բաց, բայց մարջ կպայեիք, դուք դեր դա չեք, գիտեք ինչ զիլ տղեկ էիք, զինվորի հաշվին, հարջ կպայեիք ու կեշտայիք Բաքու չայ խմելու։ Գիլդին կնկարեիք ու կհիանայիք սաղազգով։ Հիմա լիքը պես տուպոյներ կան, Ալիևի վիզը կկտրեն, վիդեո կգցեն, չգիտեմ Նեմեզիսից խոսան ու սորից նորից կխոսան, մարդկանց են զորոց տեղը կբզբզեն էլի ասենք։ Ու հետ չեն ստե որ բզբզեցինք, մենք առաջնակից ենք գնացած կանգնողը, ոչ։ Մենք պետք է պարտավորենք բոլորս առաջի հերթին մենք մայրերս խոսենք խաղաղությունից, մենք պետք է առաջի հերթին կանգնենք կառավարության կողմը, որովհետև մենք ենք այդ երեխեքին դուրս աշխարհ ֆերողը, մենք պետք է համաձայն չլինենք այդ խաղաղությունը չուզելուն։ Մենք պետք է առաջինը այդ խաղաղությունը ողորմանք, պետք է կանգնենք ու խնդրենք Աստծուց էլ, կառավարությունից էլ, դո տեղնեգած տեղը Թուրքից էլ։ Մենք պետք է լեզու գտնենք։ Եթե ինչ որ մարդ կա, որ հիմի իմ ասածից կարող է ինձ դառնա անկապ բաներ են, փորձ է վիրավորել, զգուշացնեմ, ես վիրավորվող չեմ։ Ինձ անհնարին է այդ հարցում վիրավորել։ Ես կուզեմ իմ թորներս, իմ երեխես, իմ հողից վրա խաղաղ, երջանիկ, այս գյոզալ երկրում ապրի։ Ես չեմ պատրաստվի։ Ինձ պետք է ես Թուրքին կմոդենամ կիրճ ձևով շնորհքով կբարևեմ կեշտամ առաջ։ Հեչ մարդ չի սեր դուք պետք է։ Այդ որ գնացել եք նստել եք Թուրքիա, երկրաշարժից հետո, Արցախյան առաջի պատերազմից հետո, ձեր մարդկանց, ձեր հերերին, ձեր աղբերներին Թուրքիա աշխատելով կպայեք։ Այդ որ դուք կղժակ ու կփորակ որ ոնց թուփան խաղաղության պայմանագիր ստորագրեն։ Ինչի՞ գնացել նստել եք Թուրքիա փող կաշխատիկ։ Ինչի՞ եք գնացել Թուրքի հողի վրա նստել եք, հանգարց են կողմից ինձ չսեք թե հայկական ընտանիքներում ենք նստած։ Ինչ դերիկաբացուցեք որ հայկական է իրանց սելով։ Հա? Հերիք է ժողովուրդ լիցիմերային վերջ տվեք։ Կամ էլ սովորեք հարևանի հետ հարևանություն անել, դեզի հեչ մարդ չի սե քուրո աղբեր քաշվեք։ Գիրտ շնորհքով պայված կունեցեք, բարևելու, բարի գիշեր ցանկանալու, ձեր տունն ու տեղը հարստացրեք, պատերը ամրացրեք, ստեղծեք մի ադմ այն տեսակի արտոնաբերություն, որով կարողանաք հզորանաք ու հզորանաք։ Միակ տարբերակը այս կյանքում է եղել, մնացածները տարբերակ չեն եղել, մնացածները միշտ բերել են կործանման։ Կամ էլ ավելացնեմ, որ
ես օրինակ անուններ չեմ ասի, լրագրողներ կան, այսպես ասած քոչարանական, ովքեր գնում են Ստամբուլ ամուսնու հետ ու համացանցում գրում են, որ իրանք գնացել են Ստամբուլ, ոչ թե որ Ստամբուլն է իրանք հետաքրքիր կամ Թուրքիան, իրանք գնացել են մեր հայկական եկեղեցիները նայեն, բայց չգիտես ինչի այդ մարդը երկու շաբաթ դղտանգված է, երկու շաբաթ ինչ է հայկական եկեղեցիներ, ես նայեմ Ստամբուլ։ Ինչա քեզ համար տենց դժվար է ասել, որ սիրում ես դու Թուրքիան եւ Ստամբուլը, գնացել ես դեղ ման գալ։ Պես դեպքերում սա թողեր տա դեպի Վայոց Ձոր կամ Սյունիք, լիքը եկեղեցի կա, որ ինքը հաստատ չի եղել։ Չնայած իմ խոնարհումս բոլոր երկրագունդի եղած մեր հայկական եկեղեցիներում ունդեղած աղոթք արած հայերի ջանքերին ես абսոլютно любой տեղել կապ չունի Թուրքիայում է փոլսում է որտեղ կուզե եղնի Ռոմջան կապ չունի Հունաստան է դու էլ գնում ես դու ուզում ես այդ հայկական եկեղեցին տեսնես բայց լիցիմերիա պետք չի ենել հերիք այդ պսևդոպաթոսային ելույթները տալ գիտես Ռոմ վադը մեկ է որն է մեր մոտ մենք որոշել ենք որ մենք ընդրած ազգ ընդրյալ ազգ ենք մենք միակն ենք ու չկրկնվողն ենք այդ պաթոսը մեզից ենք լրիվ վուալով մեր աչքերը ծածկել է ու ամենավադը գիտես որն է այդ պաթոսի բանի տակ մարդիկ սովորական կյանքի մեջ էլ տենց բիտավոյի մեջ ապրում են իրանք իրանց վուալ են քաշում իրանք իրանց որոշել են իրանք կինոյի տղեն են կինոյի աղջիկն են ինձ սամաաբմանով շարունակում են ապրել ու причем մենք տարիներ շարունակ տասնյակ տարիներ սամաաբմանով ապրել ենք pedagogan մագարտակով ու ինքը դարել է նորմալ սովորական մարդու կյանքում Այդ որ այդ ավտոն կառնին, այդ որ հեռախոսը կառնին, այդ որ չգիտես ինչը կառնին, ես կենեն Ռոմջան, ես մարդ գիտեմ, Լենինական Գյումրի քաղաքում։ Շատ մարդիկ գիտեմ։ Օրը մի անգամ նորմալ հաց չեն կարող ուտեն, բայց պաչիմուտը նոր տարուն կնգան գրովի շուկ կարող է առնեն։ Ես այդ գրովին вообще չեմ հասկանում ինչ է։ Այդ գրովի, չգիտեմ ինչ առնեն տնեն։ Իմ կնիկ ու խոսք, իմ կնիկս ումից է պագաս։ Լսես պես կնայես, սկսես որ հայվան չի։ Понимаешь, в чем проблема? Իսկ այդ ամեն ինչը այնքան խորն է նստած մեր ազգի մեջ, Ռոմջան։ Խայդարակ խորն է նստած։ Ու այդ տեսակի երևույթներից գալիս հասնում ենք նրան, որ pedagogan որոշումները, պետության արած քայլերը այդ ոչ իմաստուն մարդիկ չեն կարող ճիշտ ընկալել։ Դրես դբրոց կավարդ է։ Պարտ կենեմ ավտոտամ նվեշ։ Չունիս դու այդ հնարավորությունը, դու չգիտես հետո ինչ պետք է պարտ կտաս։ Այդ 300-400 հոգի հարսանիք էնելի ու այդ մեմունություն նոր փողը կհավաքենք, բանկի փողերը կփակենք։ Ցավը տանիմ, ես մարդ գիտեմ 200,000-ի $500 համար դողտրել է, բայց ինքը որոշել է որ ինքը պես հարսանիք պետք է պես մարդիկ պետք է կան, որ հետո չգիտեմ ինչեւ այսօր պարտքերը փակել է թե չէ։ Մարան լավ մի խոսք ունի, մեր Մարի նշկես Ես գիտեմ որ ինքը ինձ գելս է давайте не будем Այսօր մենք զրուցեցինք Արփինե Պետրոսյանի հետ ուրախ եմ բոլորը ահագին բարի խոսքեր են գրել շնորհակալ ենք եւ անպայման մենք կաշխատենք նորից եթեր դուրս գանք որպեսզի տարբեր թեմաներով խոսանք եւ ինձ թվում է որ այս եթերները շատ բարի է լինում մանավանդ Արփինե շնորհակալություն Արփինե ջան Բարի գիշեր